Բարոյձես, պատերազմը մերձավոր արևելքում թևակողել է նոր ու անորոշ փուլ։ Մի կողմից Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, թե պատերազմը շուտով կավարտվի, ավելին այն գործնականում արդեն ավարտվել է, մյուս կողմից խոստանում է ել ավելի ուժեղ հարվածներ հասցնել Թեհրանին, եթե վերջինս կխոչընդոտի նավթի տեղափոխումը Հորմուզի նեղուցով։ Ավելին Միացյալ Նահանգներում դեռ շարունակվում են քննարկումները ցամաքային գործողությունների հնարավորության վերաբերյալ։ Այս միջոցին Իրանում տեղի ունեցավ իշխանության զգայուն փոխանցում, որից որդուն հիմա գլխավոր գերագույն հոգևոր առաջնորդ ընտրվեց մահացած առաջնորդի որդին Մոջթաբա Խամենեին։ Այս ֆոնին ակտիվանում է նաև միջազգային դիվանագիտությունը, տեղի է ունեցել Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել է իրավիճակը եւ Ուկրաինայում եւ Մերձավոր Արևելքում։ Մերձավոր Արևելքում պատերազմի մոտալուտ ավարտի մասին կան նաև փորձագիտական գնահատականներ, նույնիսկ ժամկետներ են նշում, օր են նշում եւ ասում են, որ հաջորդը լինելու է արդեն մեծ աշխարհքաղաքական վերատասավորումների կամ աշխարհի վերաբաժանման փուլը եւ դա լինելու է կամ սկսվելու է Թրամփ-Սի Ցինպին հանդիպման ժամանակ։ Այս արագ փոփոխվող ժամանակաշրջանում Հայաստանը փորձում է գտնել իր տեղը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ հեռավար կարգով մասնակցում է եվրոպական քննարկումներին դարձյալ Մերձավոր Արևելքի օրակարգով, ապա մեկնում է Փարիզ, Ստրասբուրգ, որտեղ ելույթ է ունենալու Եվրոպական խորհրդարանում։ Դե իսկ ներսում նախընտրական տրամադրություններ են, կուսակցությունները պատրաստվում են առաջիկա խորհրդարանական համապետական ընտրություններին։ Ահա այս հարցերի մասին ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն է։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Սկսենք Իրանից ինչ կանխատեսումներ եւ ինչ գնահատականներ ունեք պատերազմը Իրանում իսկապես մոտենում է ավարտին, ինչպես հայտարարում է Թրամփը, թե սպասում են ել ավելի ուժեղ հարվածներ, ինչպես դարձյալ հայտարարում է Թրամփը։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Գիտեք, Դոնալդ Թրամփը ակտիվ քաղաքականություն վարող նախագահ է, օրվա մեջ մի քանի ինքը հայտարարություններ է անում, նաև այդում Իրանի հետ կապված, ու եթե դուք հիշում եք, ինքը ասում էր, որ ավարտեցինք, մենք այս ինչ ուզում է հասանք, բայց մյուս կողմից ասում է կարող է տևի 6-ից 8 շաբաթ։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ ոչ բոլոր հարցերը լուծված են, պարզ է ուժերի դասավորությունը խիստ տարբերվում է, Միացյալ Նահանգները Իսրայելի հետ շատ ու շատ ավելի ուժեղ են Իրանից, ուրեմն ինչ որ ռազմական հարցեր իրանք կարողացան լուծել, թույլատնելու ռազմական պոտենցիալը Իրանի, բայց բոլոր հարցերը չկարողացան լուծել, ու ակնհայտ է դա, եթե նոր այատոլլա ընտրվեց, նոր հոգևոր առաջնորդը Իրանի ընտրվեց, ինչի դեմ էր Թրամփը ու բաց ասում էր, որ ես դեմ եմ, որ Խամենեի տղեն լինի, դա նշանակում է, որ ոչ բոլոր հարցերը լուծեցին Միացյալ Նահանգները, ուրեմն դա կշարունակվի այդ process-ը, պատերազմական գործողությունները Իրանի դեմ, ճգնաժամը կխորանա, նայեք ուր է գնալու զարգացումը, բայց այդ ճգնաժամի խորացումը կարող է բերի Իրանի ներսում ապակայունացման։ Ի վերջո կարևորագույն նպատակներից մեկը Միացյալ Նահանգների որն էր, որ այդ ռեժիմը այաթոլլաների փոխել ու բերել նրան, որ աշխարհիկ մասի կառավարության սկսեն բանակցել, բայց չստացվեց, պարզվեց Իրանի պետական համակարգը ավելի կայուն է, քան թե պատկերացնում էին ամերիկացիք, դուք տեսնում եք, սպանեցին պաշտպանության նախարարին, նորը նշանակվեց, սպանեցին այս իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեկ ղեկավար, երկրորդ, երրորդ, չորրորդ նորերը եկան, ուրեմն ավելի ճկուն է քաղաքական համակարգը Իրանի ու դեստաբիլիզացիան չի ստացվում մտցնել։ Ասում են յուրաքանչյուր նման պաշտոնի համար 3-4 փոխարինող ունեն, բայց ձեր պատասխանից ինձ մոտ երկու հարց առաջացավ, մեկ ասում եք թույլատրեց Իրանին, Միացյալ Նահանգների նախագահն ասում է ոչնչացված է Իրանի ուժը, ռազմական, չգիտեմ, նավատորմը, ավիացիան եւ այլն եւ այլն։ Հիմա սա իրականություն է, թե քաղաքական հռետորաբանություն է։ Սա մեկ հարց, եւ երկրորդը հոգեվոր առաջնորդի ընտրությունը, սա ինչ ուղերձ է Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին։ Դա որդին է։
Այդ կարևորագույն հարցը, շնորհակալ եմ բոլոր կարևորագույն հարցերին, բայց վերջի հարցը ես կասեի այդպես բանալինային հարց է։ Իրանը պատասխան տվեց։ Մենք կշարունակենք ունենալ հոգևոր առաջնորդներ։ Մենք աշխարհիկ երկիր չենք լինի, դա պատասխանն էր, ու հիշում եք Դոնալդ Թրամփը ասում էր, լավ, եթե դուք նույնիսկ այաթոլլա, նոր այաթոլլա ընտրում եք, անպայման ինձ հետ խորհրդակցեք։ Չխորհրդակցեցին ու ավելին ընտրեցին այն մարդում, ում դեմ խոսում էր Թրամփը։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է Իրանը ասում է մենք պատրաստ ենք շարունակենք պատերազմը։ Ես այդտեղ մի բան ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել, այո, իրոք լրջագույնս թույլատրեցին ռազմական պոտենցիալը Իրանի, բայց նայեք Իրանի պատասխանը որն է։ Իրանը գնում է դեպի հորիզոնական ուղղությամբ, դեպի ընդլայնում կոնֆլիկտի։ Այդ ռմբակոծությունները արաբական աշխարհի տարբեր երկրների, Պարսից ծոցից, այդ ռմբակոծությունները բերում են նրան, որ մեծ ճգնաժամ է հիմա նավթի արտահանման հետ կապված, այդ երկրներում նավթի արտադրության հետ կապված, օրինակ Քաթարը պակասացրեց ոչ միայն դուրս բերումը նավթի, նաև արտադրությունը նավթի, Սաուդյան Արաբիան նույնը, ինչ եմ ուզում ասել, պարզվեց Իրանը ունի մեխանիզմներ ազդելու այդ process-ի վրա։ Մի կողմից կարծես թե թուլացած է պոտենցիալը, բայց Իրանը ունի այդ կամ դրոններ, ATS-ներ, այո։ Ու բացի դրանից Իրանը թույլ չի տալիս, որ Հորմուզի նեղուցով դուրս գան նավերը, լցանավերը, որ դուրս գան։ Նույն հետևանքները համաշխարհային նավթային շուկայի վրա, նավթի գների վրա արդեն նկատելի է։ Նո արդեն դու գիտեք մոտավորապես 20%-ով թանկացավ նավթը ու գիտեք նավթը, որը Պարսից ծոցից դուրս է գալիս աշխարհ, մոտավորապես 20% է կազմում ընդհանուր նավթի շուկայից աշխարհում։ 20%-ը զգալի թիվ է, ու քանի որ շարունակվում է ճգնաժամը, պարզ է գները նավթի կմեծանան, ու ստեղ ինչի վրա է խաղում Իրանը, որ աշխարհում սկսում է ճնշում Թրամփի վրա։ Ինչ է ասում աշխարհը։ Թրամփ, դու ասում ես մի շաբաթում կլուծեմ, ոչ մի ճգնաժամ գների նավթի չի լինի, հիմա էս ինչ է կատարվում։ Ուրեմն ճնշումը Թրամփի վրա նույն արաբական աշխարհից կավելանա, եվրոպացիներից կավելանա, ուրեմն Իրանի պատասխանը ոչ թե adekvat ռազմական ուժային պատասխան է, այլ ավելի նուրբ կետային պատասխան է։ Այս համատեքստում իրատեսական է համարվում, որ Թորմուզի նեղուցի վերահսկողությունը Միացյալ Նահանգների վրա վերցնի։ Տրամփը հայտարարեց, որ վերցնում է, բայց նեղուցը փակ է, դեռ փակ է։ Ինքը ասում է մեր ռազմական նավերը կօգնեն, որ այդ լցանավերը տարբեր երկրների, ովքեր դուրս են բերում նավթը առնում են Պարսից ծոցի երկրներից նավթը ու դուրս են բերում, տանում են իրանց երկրներ, որ իրանց թողնեն, որ անցնեն։ Տրամփը ասեց մենք ռազմանավատորմը կօգտագործենք, բայց դեռ փակ է։ Իսկ Իրանում ցամաքային գործողությունների հեռանկար հնարավորություն, հավանականությունը ինչքան բարձր, ինչքան ցածր։ Գիտեք, այնուամենայնիվ ամերիկացիք հասկանում են, եթե ռեժիմը չփոխեն, ոչ մի բան չի փոխվի։ Իրանը ինչ որ ժամանակ հետո կվերականգնի իր ռազմական պոտենցիալը, իր բալիստիկ հրթիռները, իդեպ ժամանակը ցույց տվեց, որ իրանց բալիստիկ հրթիռները հիմա շատ ու շատ ավելի ուժեղ են համեմատ նրա ինչ ունեին անցած տարի, այդ տեխնոլոգիաները ինչքան հասկանում եմ իրանց տվեցին չինացիք։ Ուրեմն ամերիկացիք պետք է սկզբունքորեն լուծեն, դա է պատճառը, որ ես կարծում եմ ցամաքային օպերացիան շատ հավանական է, քանի որ ռեժիմը չի ստացվեց փոխել։ Հիշում եք ոնց էր Մադուրոյի դեպքում։ Ձերբակալեցին Մադուրոին, դուրս բերեցին Վենեսուելայից, հիմա Վենեսուելան ընկավ։ Վենեսուելան եւ Իրանը համեմատել են փոքր համակարգը, քիչ առաջ ասում ենք, չէ, Իրանում այդ համակարգը կա եւ յուրաքանչյուր պաշտոնի համար 4 փոխարինող, չգիտեմ, պլանավորած է, այսինքն այդ ամեն ինչը եւ Իրանը ավելի համակարգային է, Վենեսուելան։ Բայց Միացյալ Նահանգները Մադուրոին տարան փլվեց։ Շնորհակալ եմ, բայց Վենեսուելա Միացյալ Նահանգների ադմինիստրացիա, Տրամփի ադմինիստրացիայի դեպքում իրանք մտածում էին, որ նույնատիպ է։ Երբ որ բռնապետին դու հանում ես,
Հետո ամբողջ համակարգը ենթարկվում է նրան, ով հանեց Մադուրոին։ Հիմա այսօրվա Վենեսուելայի ղեկավարությունը, որը ամբողջությամբ 100%-ով Մադուրոյի թիմն է, ենթարկվում են Ամերիկային։ Ես չգիտեմ թե ոչ մարդիկ, բայց հիմա նավթը, ոսկին, ընդերքը Վենեսուելա ամբողջությամբ ենթարկվում է Ամերիկային։ Ու այսօրվա իշխանությունները, Մադուրոյի թիմի անդամները ենթարկվեցին, բայց դուք ճիշտ ասեցիք, Իրանում համակարգը բարդ է, բազմաշերտ է, առանձին պարլամենտ կա, առանձին նախագահ կա, նախագահ ունի անվտանգության խորհրդի ղեկավար, նույնը առաջնորդը հոգևոր այաթոլան ունի իր անվտանգության խորհուրդը, հասկանում եք, շերտավորված է։ Ամենից երկու հատ։ Այո, նույնը ունի առանձին բանակ, սովորական բանակ ոնց ունեն այլ երկրները, բայց ունեն նաև այդ պահապանների կորպուսը։ Երկու բանակ է Ռեալ երկու։ Հիմա մի բանակը ջարդում են, մյուս բանակը պատասխանում է։ Ուրեմն Իրանի համակարգը բավական բարդ է, իմ կարծիքով հաշվարկը վատ էր արված ամերիկացիների կողմից, բայց մյուս կողմից ամերիկացիք լի էին վճռականություն թույլատնելու Իրանը, թույլ չտալու, որ միջուկային զենք ունենա, բալիստիկ հրթիռներ ունենա, քանի որ ի տարբերություն Ռուսաստանի, Միացյալ Նահանգները հավատարիմ են իրենց դաշնակիցներին։ Հասկանում եք, իրանք հավատարիմ են, իրանք հասկանում են, որ գոյություն ունենալու Իսրայելի կապված է նրա հետ, կջարդեն իրանք բալիստիկ հրթիռները այդ արտադրությունը Իրանի, կոչնչացնեն թե ոչ։ Իրան-Ադրբեջան լարվածությունը համարել ավարտված, եւ եթե այո, ապա ավարտված կամ մեղմված էականորեն ինչը բերեց դրան, ինչը ստիպեց Ալիևին հետ քայլ անել, մարդ, որ ասենք մեկ օր առաջ իր բանակը բերում էր ամենաբարձր պատրաստվածության վիճակի, հայտարարում էր, որ պատասխան հարվածներ կլինեն անպայման, համարժեք գործողություններ կլինեն, այսօր արդեն մարդասիրական օգնություն է տրամադրում Իրանին։ Դա գիտեք ինչ հետ է կապված։ Աղմուկը Ալիևը բարձրացրեց շատ հասարակ պատճառով։ Բոնուսներ ստանալ, դրականը ստանալ, իմիջի բարձրացում Եվրոպայում, Ամերիկայում։ Միացյալ Նահանգները հիշում եք ոնց արձագանքեցին, դատապարտեցին Իրանը, նույնը եվրոպացիք, ինչ եմ ուզում ասել, Իլհամ Ալիևը ինքը փորձում է ամեն մի պահ, ամեն մի սխալ ուրիշի սխալը օգտագործել ի օգուտ իրան ու բոնուսներ հավաքեց դրականը, քանի որ բոլորը ասացին ոնց կարելի էր հարձակվել, մինչդեռ դեռ պարզել չի այդ դրոնները իրոք ուղարկեց Նախիջևանի վրա Իրանը, թե այլ խաղացողներ դասադրանքել։ Ուրեմն ինքը հիմա այդ կամ սուրճի իրավիճակը փապկացնում է, բայց ես պետք է ձեզ ասեմ, որ քանի որ Իսրայելը, Միացյալ Նահանգները կապում են Ադրբեջանի հետ ինչ որ հույսեր, որ Ադրբեջանը օդը կտրամադրի Իսրայելի ռազմական ինքնաթիռների կամ հետախուզական տվյալները, իրանք կապում են ինչ-որ բաներ Ադրբեջանի հետ, չի բացառվում, որ նորից սերումը այդ Իրան-Ադրբեջան կլինի, իմիջիայլոց Իրանի պաշտոնյաները եւ ուժային ոլորտի պաշտոնյաները զգուշացրեցին, որ եթե ինչ-որ բան Ադրբեջանը ուժային կատարի Իրանի դեմ, իրանք խիստ կպատասխանեն։ Նույնիսկ այս կարծես թե մեղմացման փուլում իրանցիք զգուշացրեցին Ադրբեջանը։ Դուք ասացիք, որ Միացյալ Նահանգներին հաջողվեց թուլացնել Իրանին։ Թուլացած Իրանը ինչ կփոխի տարածաշրջանում կամ Իրանի թուլացումը ինչ է փոխում տարածաշրջանում, մեր տարածաշրջանում։ Գիտեք, եթե Աստված ոչ ունի, եթե ապակայունացում ներսում գնա Իրանի, բարձա օրինակ այդ մեր շահերին չի փոխում, եթե սկսվի, այո, լուրջ բաներ կփոխվեն, քանի որ եթե ապակայունացում ներսից գնա, Իրանը կարող է մասնատվի։ Իդեպ ասեմ ձեզ, Դոնալդ Թրամփը 2 օր առաջ ասեց, որ այս պատերազմից Իրանը դուրս կգա ուրիշ քարտեզով։ Ինչ նշանակում ուրիշ քարտեզով, որ ինչ որ փոփոխություններ կարող են լինել, ինչ որ մասեր Իրանի կանջատվեն։ Դեռ Իրանը ցույց է տալիս, որ կենտրոնական իշխանությունը բավական վերահսկում է երկիրը, բայց ամեն ինչ կարող է լինել, եթե շարունակվեն այդ ռմբակոծությունները Իրանի, նու մեր շահերի չի բխում, քանի որ սահմանի խնդիր մենք կունենանք Իրանի հետ, մենք Իրանի հետ մեծ առևտուր ունենք, նաև այդ թվում էներգակիրների ու
ու պարզ է դա մեզ համար վտանգ է, խնդրեմ է, լավ կլիներ, եթե ավարտվեր պատերազմը, դա է պատճառը, որ իմիջիայլոց մեր իշխանությունները բոլոր հայտարարությունները, եթե կարդաք, մեր իշխանությունների բովանդակությունը նա է, որ խաղաղ ճանապարհով պետք է հարցերը լուծել բանակցությունների միջոցով։ Հա, այդ եվրոպական քննարկման ժամանակ էլ նույն բաները որ ասեցի։ Այս միջոցին ակտիվացավ նաև միջազգային դիվանագիտությունը, մասնավորապես նկատի ունեմ հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների միջև, դատելով հաղորդագրություններից իրականում ինչի մասին էր խոսակցությունը։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ։ Մենք խոսում ենք Մերձավոր պատերազմի մասին, Իրանում եւ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին եւ հասանք Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցին, հարցը այն է, թե իրականում ինչի մասին էր այդ զրույցը։ Նայեք, ես կարդացի պաշտոնական հաղորդագրությունը ռուսական կողմի եւ ամերիկյան կողմի։ Այնտեղ շատ հետաքրքիր էր, պարզ է, ռուսական կողմը ասում է, որ Իրանի հարցով քննարկեցին հարցերը, պարզ է, համոզված եմ, որ դա ճիշտ է, Իրանի հետ կապված զարգացումները, բայց Միացյալ Նահանգների հաղորդագրության մեջ շատ կարևոր պահ կար, երբ որ Պուտինը խոսում էր խաղաղության մասին Իրանի հետ, առաջարկում էր, հա, ինչ որ լուծումներ։ Այո, լուծումներ Տրամպը արձագանքեց, ասեց ավելի լավ է դու խաղաղություն հաստատի Ուկրաինայի հարցով։ Բայց մեզ համար ստեղ կա վտանգ։ Ներողություն, մեզ համար միջև վտանգին հասնելը, այն որ Պուտինը ինչ որ առաջարկ է ներկայացնում, Թրամփն ասում է ավելի լավ է դու Ուկրաինայում խաղաղ։ Սա ինչ է նշանակում, արդյոք Պուտինը հավակնություն ուներ միջնորդ դառնալու այդ խաղաղության հարցում եւ մերժվեց Միացյալ Նահանգների կողմից։ Միանշանակ միջնորդ լինել, ինչ որ միջամտել, ասել, որ մենք լավ ենք Իրանի իշխանությունների հետ, իմիջիայլոց Պուտինը շնորհավորեց նոր այատոլլահ Խամենեի նշանակում Ալի Խամենեի տղուն շնորհավորեց, ինքը ասեց, քանի որ մեզ մոտ լավ հարաբերություններ են, Ալի ես ինչ որ ձևով կաջակցեմ, պարզ է, Ռուսաստանը շարունակում է իր քաղաքականությունը, քանի որ թուլացած է այլ երկրների շահերը ծախելով լուծել իր հարցը, ոնց ծախեց մեր շահերը, Սիրիայի շահերը, Վենեսուելային, Մադուրոին հանձնեց Ռուսաստանը։ Ռուսաստանը օգտվում է։ Հիմա իրանք ուզում են օգտվել Իրանի, ուստեղ մեզ հուզող հարց կա։ Կանք արդեն մեզ հուզող հարց։ Մեզ հուզող հարց կա, Պուտինը խոսացել է Տրամփի հետ, կասկած ես չունեմ, նաև սահմանի հայ-իրանական եւ ադրբեջանա-իրանական սահմանի իրավիճակի ու Թրամփի հետ կապված այս ծրագրերը Հայաստանի ինքը շոշափել է։ Ինչի ինքը շոշափել է, Պուտինը համոզված եմ շոշափեց, քանի որ այնտեղ ռուս սահմանապահներ են ու Պուտինը զգուշացրեց Թրամփին, որ դու ստեղ ոչ մի բան չես կարող անել, մինչև մենք կանգնացենք։ Դա է պատճառը, որ ես խորհուրդ եմ տալիս մեր իշխանություններին շտաբ այդ որոշումը պետք է շտաբ լինի, անվտանգության խորհրդով օֆիցիալ որոշում դուրս բերել ռուս սահմանապահներին հայ-իրանական։ Ինչու դուրս բերել, որ այդ հարցով մենակ մեզ հետ խոսան։ Այս հեռախոսազրույցը նվիրված էր հայ-իրանական եւ ադրբեջանա-իրանական սահմաններին նվիրված էր։ Հիմա Ադրբեջանի դեպքում այնտեղ համոզված են Տրամփը արձագանքեց, դուք չկաք այնտեղ, բայց ինքը ասում է մենք ստեղ կանք հայկական սահմանում։ Պետք է շտաբ դուրս բերել, քանի որ մենք չգիտենք ինչ զարգացումներ մոտ ժամերը կլինեն։ Մոտ ժամերը կլինեն։ Ամերիկացիք լի են վճռականության լուծել իշխանափոխության հարցը Իրանում, քանի որ Տրամփը հասկանում է մեծ աղմուկ է, մեծ կորուստներ, մեծ ծախսեր, հիմա էլ նավթի խնդիրը առաջացավ ու չլուծել իշխանափոխության հարցը, այատոլլաների հարցը, այդպես ձևակերպեմ Իրանում, դա նշանակում է ոչ մի բան չլուծել։ Իրանի համակարգը ճկուն է, իրանք շատ արագ կվերականգնեն եւ հրթիռային արդյունաբերությունը եւ միջուկային ծրագրերը շատ արագ ժամանակը ցույց տվեց, ինչքան իրանք ուժեղացան անցած տարվա հունիսից հետո։ Այն 12 օրյա պատերազմից հետո ինչքան ուժեղացան, տեսակ, մինչև հիմա շարունակում են հակառակվածներ տալ։ Հիմա Տրամփի տեսանկյունից նայենք, ստացվում է ինքը հասավ ինչ որ արդյունքների, բայց կիսով չափ։ Դա նշանակում է, որ կշարունակվի այդ էսկալացիան։
Եվ մեկ անգամ էլ արձանագրենք գտնում եք, որ հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրս բերումը հրատապ լուծում պահանջող հարց է։ Հրատապ, քանի որ գիտեք մեզ մոտ ես ցավում եմ դա ասում ցավով, մեզ մոտ կա մոլորություն, որ Պուտինը հայերի մասին է մտածում։ Չէ, Ես ուղղակի հայ ժողովրդին պետք է ասեմ, հայ ժողովուրդ ջան, Պուտինը լուրջ մարդ է։ Ես իր քաղաքականության համաձայն չեմ, ես միշտ քննադատում եմ, բայց ինքը լուրջ մարդ է։ Ինքը իր երկիրը սիրում է, ինքը իր երկրի շահերից շարժվում է։ Հիմա իր երկրի շահը նա է, որ ամեն ինչ անել, որ հայ-իրանական սահմանում ցույց տալ, որ ինքը կա, որ Տրամպին ասել, նայ Տրամպ, ստեղ դու ուզում ես ծրագիր անել, մենք թույլ կտանք, երբ որ մենք ուզենանք, ուրեմն նայի, եթե դու ուզում ես թրիպ ծրագիրը անել, ուրեմն մյուս հարցով պետք է զիջում անես, օրինակ, թույլ տաս, որ մենք ռմբակոծենք Կիևը, օրինակ եմ ասում, ինչ եմ ուզում ասել, այդ մոլորությունը պետք է դեն գցենք, Պուտինը մտածում է Ռուսաստանի մասին, մեր մասին չի մտածում, ուրեմն մենք պետք է սկսենք մեր մասին մտածել, ու այդ սահմանապաներին պետք է շտապ դուրս բերել այդ ռատապարտ։ Հիմա Ռուսաստանը գլոբալ խաղացող է, թե ավելի շատ երկրորդական հիմնականում Միացյալ Նահանգներ Չինաստան այս մրցակցության մեջ։ Ну, պարզ է տարբերությունը ուժերի ազդեցության Ամերիկա, Ռուսաստան շատ մեծ է։ Չինաստան, Ամերիկա գլխավոր հիմա աշխարհի բաժանումը գնում է այդ երկու խաղացողների միջև։ Միացյալ Նահանգներ, Չինաստան։ Չինաստանի քաղաքականությունը բավական զգուշավոր է, իրանք չեն ուզում հակամարտության մեջ կոշտ մտնել Միացյալ Նահանգների, իրանք մանևրում են, դա մի կողմից լավ է, դա նշանակում է այդ երկու գլխավոր խաղացողները, երբ որ Տրամպը լինի ապրիլին ամսին է, չէ, իր այցելությունը Չինաստան, եթե բանակցությունները լավ անցնեն, կայունություն կարող է սկսվել, կարող է, բայց Ռուսաստանը այնուամենայնիվ կարող է մանևրել։ Այ ինչու մեջ ընկավ հիմա Ռուսաստանը։ Հասկացավ, որ հեշտ չկարողացավ Տրամպը լուծել Իրանի հարցը։ Եթե հեշտ լուծել Պուտինի հետ Տրամպի խոսալը, ինչ իմաստ ուներ, բայց քանի որ հեշտ չի լուծում, Ռուսաստանը գալիս է ասում է Տրամպ, նայ այստեղ մեր սահմանապահներն են Իրանի սահմանում, մենք արժեք ունենք։ Ուրեմն դու պետք է հանես ռուս սահմանապահներին, որ մեր փոխարեն չպայմանավորվեն Տրամպի հետ, այդ վտանգը միշտ կա։ Իսկ ինչ ակնկալել Սի Ցինպին Տրամփ գագաթնաժողովից իսկապես համաձայն եք այդ գնահատականների հետ, որ դա կարող է լինել աշխարհքաղաքական մեծ վերատասավորման կամ վերաբաժանման հարթակ։ Ну նայեք, Տրամպի քաղաքականությունը որն է։ Ազդեցության գոտիների գաղափարը վերականգնել։ Տեսակ, իրանք Ամերիկայից սկսեցին, Վենեսուելա, հիմա Կուբայի հարցը կլուծեն, շատերը մոռացան, որ Պանամայի հարցը միջև այդ լուծեցին։ Ինքը կողմնակից է այդ աշխարհի ազդեցության գոտիների կոնցեպտի, բայց Չինաստանը դրա կողմնակիցը չի։ Չինաստանը ասում է, չէ, ՄԱԿ կա, բոլորը հավասար են միջազգային նորմերի առջև, այո, ուժեղները, խաղի կանոնները կարող են թելադրել, մենք էլ թելադրում ենք, բայց ու ես չգիտեմ ընդհանուրի կգան թե ոչ, ու կասկածում եմ, որ Չինաստանը կհամաձայնվի այդ կոնցեպտի ազդեցության գոտիների ու ես կասեի այդպես գլխավորը ինչին կարող են գալ Չինաստանը Միացյալ Նահանգների հետ այդ առևտրի ոլորտում Դու գիտեք, այդ մաքսատուրքերի հարցը, Միացյալ Նահանգները ուզում են բարձրացնել, Չինաստանը դժգոհ է, այստեղ եթե իրանք ընդհանուրի գան, ու կա շանս, որ կգան ընդհանուրի, դա աշխարհի համար դրական կլինի։ Քանի որ առևտուրը Միացյալ Նահանգներ Չինաստան այդքան մեծ է, որ ազդում է ամբողջ աշխարհի առևտրի մթնոլորտի վրա, ես այստեղ իրանք ընդհանուրի գան, ավելի կայուն կլինի աշխարհը։ Այս սարակ փոփոխվող աշխարհում Հայաստանը փորձում է գտնել իր տեղը եւ ես նշեցի, որ վերջին իրադարձությունները վարչապետը նախերավար կարգով մասնակցեց եվրոպական քննարկումներին Մերձավոր Արևելքի օրակարգով եւ մեկրեց Եվրոպա, Փարիզ, Ստրասբուրգ։ Այդ քննարկումները Մերձավոր Արևելքի թեմայով կարծում եք Հայաստանի մասնակցությունը խորհրդանշական է թե իրական դիվանագիտական մասնակցություն է։ Ես կարծում եմ իրական մասնակցություն է։ Նայեք Հայաստանը գործընկեր է, չէ, Եվրոմիության հետ։
լրջագույն փաստաթղթեր ստորագրվեցին ու իրոք գործ արվում է, դել ձեզ ասեմ, դա շատ կարևոր է այն ծրագրերը Եվրոմիության հետ, մերձեցման ծրագրերը, դա շատ լավ է ու շատ լավ է, որ մեզ հրավիրեցին Եվրոմիության ամենաբարձր մակարդակով, որ այդ քննարկումների մենք մասնակցենք, դա շատ պետք է, բայց Հայաստանը դարձավ խաղացող, այդ պետք է իմանա մեր հասարակությունը, որ Հայաստանը ավելի ճկուն քաղաքականություն է վարում, որ Հայաստանը դարձավ մասնակից process-ների, ոչ թե նախկինում, որ ընդհանրապես մարդիկ, գիտեք ինչ էին ասում, գրեթե պաշտոնապես, հարկ չկա, մենք Մոսկվայում կխոսանք, կճշտենք ձեր դիրքորոշումը։ Հիմա այդպես բան չկա։ Օրինակ դուք գիտեք, որ 41 երկրի քաղաքացիները տարբեր երկրների քաղաքացիները, նաև աֆրիկյան, նաև ասիական երկրների, ոչ միայն կանադայի, եվրոպական երկրների, Ռուսաստանի, Հայաստանի տարածքով Իրանից դուրս եկան, Հայաստանի ցամաքով ու վերադարձան երկրներ։ Դա երկրի հեղինակությունը բարձրացնում է։ Նաև այդ ակտիվ դիվանագիտությունը մեր արտգործնախարարը արաբական աշխարհի երկրների հետ, Ադրբեջան, Թուրքիա, դու կաս, դա նշանակում է, որ դու կաս։ Ու քեզ հետ հաշվի են նստում, հետո այն հայտարարությունները Պաշտոնյաների դիրքորոշումը Իրանի հարցով, ինչու եվրոպացիք հրավիրեցին Նիկոլ Փաշինյանին, որ այդ բանին մասնակցի, հա, քննարկման։ Ինչի հրավիրեցին, քանի որ կարծիքը Հայաստանը ինչ որ չափով արժեք ունի, ինչ որ իր մասնաբաժինը ունի այդ քննարկման մեջ, թե չէին հրավիրի, հա, Հայաստանի հետ հենց էլ աշխատում են։ Ուրեմն Հայաստանը սկսեց Երևալ քարտեզում, միջազգային, դիվանագիտական, քաղաքական քարտեզում, դա շատ կարևոր է ու հենց դրա հետ եմ ես կապում այդ կատաղած պայքարը պրոռուսական ուժերի ներսում ու Ռուսաստանի մեր դեմ։ Հենց դրա հետ է կապված։ Իրանք սովոր են, որ Հայաստանը ձայնազուրկ ինչ որ միավորում է։ Հիմա փոխվեց, դեպի դրական է։ Հիմա առաջիկայում վաղը սպասում է ելույթ է Եվրոպական խորհրդարանում, ինչ քաղաքական ուղերձներ սպասել, հատկապես որ դուք ռուսական ազդեցությունը շեշտեցիք եւ հիմա այդ մասին շատ է խոսվում, հատկապես նախընտրական է շրջանում, ընտրական տրամաբանության մեջ։ Գիտեք, ես պետք է ասեմ, որ այդ ընտրական փուլը կլինի շատ ծանր։ Ինչքան մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը բավական բարձր ռեյտինգ ունի, վարկանիշ ունի, բավական տարբերվող երկրորդ, երրորդ, չորրորդ այդ պրոռուսական ուժերից, բայց այնուամենայնիվ հեշտ չի լինի։ Հիբրիդային պատերազմի մեթոդներ կօգտագործեն ու օգտագործում են, հիմա մենք այդ դա տեսնում ենք։ Բացի դրանից հասարակության մեջ, գիտեք, տարբեր հատվածների վրա մեծ աշխատանք է գնում փոխել կարծիքը եւ այլ, կառավարությունը պետք է 2-3 կտրուկ հստակ քայլեր անի։ Ես ասացի, օրինակ լրջագույն հարց կլինի դուրս բերումը սահմանապահների ռուսների մեր սահմանից Իրանի հետ, որ մեզ հետ խոսեն։ Իրանի հետ կապված հարցերը մեզ հետ խոսեն այդ սահմանի հետ կապված, այլ ոչ թե, ասենք, Պուտինը խոսա Տրամպի հետ ու ասի, գիտես, որ այնտեղ մեր սահմանապահներ են, մենք ենք վերահսկում, Հայաստանը մեզ տվեց դա, որ այս դեպի բան չլինի։ Երկրորդը, ես Եվրոպարլամենտում կառաջարկեի ուղղակի ասել, որ Հայաստանը ոչ միայն քաղաքականապես գնում է դեպի եվրոինտեգրացիան, Հայաստանը հեսա դիմումա ներկայացնում է։ Դուք գիտեք, ի պաշտոն է պետք է դիմում ներկայացնես Եվրո հանձնաժողովին, կառավարությունն է դա Եվրոմիության։ Գուցե դա լինի արդեն մայիսին, երբ որ Հայաստանում տեղի կունենա։ Միգուցե, բայց օրինակ ես չեմ բացառում, որ տրամաբանական լիներ, եթե հիմա հայտարարեր։ Բայց համոզված եմ, որ դա ավելի մեծ քաղաքական բան է, չէ՞, հասկանում եմ, ամսի 4-ին համայնքի համաժողով երևի։ Բայց ես չեմ բացառում, որ միգուցե հիմա էլ տրամաբանություն կա դա հայտարարել, բայց դուք ճիշտ եք, ամսի 4-ին եթե դա արվի միջև սկիզբը նախատրական արշավի, միգուցե ավելի ուժեղ, բայց ես չեմ բացառում, որ հիմիկվանից պետք է 1-2 քայլ անել։ Ինչու են ակտիվացել նախկին նախագահները։ Նկատի ունեմ առաջին նախագահ հրապարակում, երկրորդ նախագահը ոդքասթի ֆորմատ եւ այլն։ Ընտրությունները գալիս են, պարզա իրանք ուզում են քաղաքական դաշտում մնալ, բացի դրանից նրանց ուզածը քաղաքական դաշտում մնալն է։ Միանշանակ, քանի որ ֆրակցիաները ունենալով իրանք նաև Այսինքն քաղաքական դաշտում մնալ եւ ոչ թե իշխանության վերադառնալ։ Ես չեմ կարծում, որ իրանք միամիտ են, որ կարող են գալ իշխանության։
ես չեմ կարծում, այդ լավ էլ պրագմատիկ են, ամեն ինչ էլ հասկանում են մեզանից լավ։ Բացի դրանից ես կարծում եմ իրանց ակտիվությունը པարզ է մնալն է քաղաքական դաշտում, որ ճնշման տակ չընկնեն եւ այլ։ Բացի դրանից པարզ է իրանք մտածում են ինչքան ակտիվ Ռուսաստանը կմիջամտի։ Այդ հաշվարկն էլ անում են։ Ակտիվ միջամտությունը մեր ընտրական արշավներին Ռուսաստանի անխուսափելի է, կասկած ես չունեմ, գիտեք մեր արտաքին հետախուզության ծառայությունը արեց հայտարարություն, ակնհայտ երևացող է, որ Ռուսաստանում պատրաստվում են այդ ընտրություններին, ինչ որ մարդկանց ռեկրուտ են անում Հայաստանի քաղաքացիներին բերել ստեղ քվեարկությանը մասնակցելու ակնհայտ է բոլորը գիտեն դրա մասին, ոչ միայն մենք ձեզ հետ, նաև այդ նախկին նախագաների թիմերը գիտեն ու միգուցե մտածում են, որ շանսերը կբացվեն ավելի մեծ։ Որ ուժերի միջև է լինելու հիմնական պայքարը։ Ну, այսօրվա դրությամբ ես պետք է ասեմ, գոնե են ուժերը, ովքեր հայտարարել են, որ կմասնակցեն, բարձա մի կողմից կլինի քաղաքապայմանագիրը, մյուս կողմից 3 ուժեր ես կձևակերպեմ այդպես, ավելի հակված Ռուսաստանին հետ բերել, այդպես կուլտուրական ձևակերպեմ, դա ուժերը կապված Ռոբերտ Քոչարյանի հետ Արմենիա, Հայաստան դաշինքը, դա Սամվել Կարապետյանի ուժը ստեղծված եւ Գագիկ Ծառուկյանը, ինչքան հասկացա, այնտեղ, չգիտեմ, օֆիցիալ դաշինք կլինի, բայց մի քանի կուսակցությունով Այո, բայց իրանց մեջ մտել են, հայտարարել են մի քանի ուժեր, ակտիվ, բայց պրոռուսական էին բոլորը։ Ինչ եմ ուզում ասել, այս 3 ուժեր, ովքեր համարում են, որ Ռուսաստանը հետ պետք է բերել, ովքեր համարում են, որ հապկում պետք է վերականգնենք համագործակցությունը ու բաց են ասում, այդ իմ մեկնաբանությունը չի, այս ուժերը գլխավորը կլինեն։ Ես ուրախ չեմ, որ այսօրվա պատկերը դա է, նորից կարող ենք ունենանք պարլամենտ բևեռացված մի կողմից քաղաքապայմանագիր, մյուս կողմից պրոռուսական ուժեր, լավ կլինի, որ այլ ուժերն էլ մասնակցեն, երբ որ հայտարարություններ շատերը անեն, ասենք հանրապետություն կուսակցություն առանց Զարենի Սարգսյանի չէ, էլի կան ուժեր, ովքեր հայտարարեցին, նայենք իրանք ինչքան ակտիվ են լինելու, միգուցե պատկերը փոխվի, բայց այսօրվա պայմաններում բևեռացումը քաղաքապայմանագիր պրոռուսական ուժեր շարունակվում է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, պատերազմները ավարտվում են ոչ միայն ռազմի դաշտում, այլև գերտերությունների, բանակցությունների սեղանին։ Այսօր աշխարհում արագընթաց փոփոխություններ են տեղի ունենում, եւ այդ փոփոխությունները անխուսափելիորեն ազդեցություն են ունենում եւ մեր տարածաշրջանի եւ մեր երկրի վրա։ Հայաստանի խնդիրն է ոչ միայն հետևել այդ փոփոխություններին, այդ զարգացումներին, այլև չսխալվել հաշվարկներում, կատարել ճիշտ կամ ճշգրիտ հաշվարկներ։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ։ Լավ մնացեք, կհանդիպենք։